Բարև ձեզ Տիկին Քլոյան։ Բարև ձեզ։ Վստահ եմ հետևում եք ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող զարգացումներին, մի խումբ ընդդիմադիր քաղաքական ուժեր, որոնք մասնակցել են հունիսի 7-ի ընտրություններին, դրանց արդյունքները վիճարկում են Սահմանադրական դատարանում։ Ըստ ձեզ, ո՞րն է այս վիճարկման նպատակը։ Իրենք ակնկալում են, որ ընտրությունների երկրորդ փուլ կլինի, գուցե նոր ընտրություններ կնշանակվեն, թե պարզապես սա սովորական քաղաքական կապրիզ է, քանի որ նրանց չհաջողվեց հերթական անգամ վերցնել իշխանությունը, ինչի մասին անպագորգոր հայտարարում էին ընտրություններից առաջ։ Դուք այստեղ շատ ճիշտ բառ օգտագործեցիք, մինչև ընտրությունները իրենք իրոք անպագորգոր հայտարարություններ էին անում, որ իրենք չեն պատրաստվում դառնալ ընդդիմություն, իրենք պայքարում են իշխանության համար եւ այդպես էլ հայտարարում էին, անգամ իրենց առաջնորդին Կալուգացու Սամվելին դիմում էին որպես վարչապետ, ինչը շատ ծիծաղելի էր եւ այսպես իրենք ուզում են իրենց հետևորդներին, իրենց աջակիցներին ցույց տան, որ մենք պայքարում ենք, մենք չենք հանձնվում եւ ինչ որ անհիմն գործընթացներ են սկսել։ Իրականում սա լուրջ չի, իրենք էլ շատ լավ գիտեն, որ եղել է ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ, պարզապես դիմել են Սահմանադրական դատարանի, գուցե դիմեն եվրոպական դատարաններ ուղղակի զուտ գործընթաց ապահովելու համար եւ չգիտես որտեղից վերցրեց Կալուգացին, թե իբրև իրենց ընտրողներից 60%-ը կողմ են, որ իրենք վերցնեն մանդատը, 40%-ը դեմ են, ընդհանրապես կրկեսում հավաքվելով իրենց աջակիցներով այդպես որոշում են կայացրել։ Իհարկե սա ծիծաղելի է, իրենք շատ լավ գիտեն, որ արդար Սահմանադրական կարգին համաձայն եղել ընտրություններ եւ իրենք պարտվել են եւ ԿՊ կուսակցությունը շատ մեծ հաղթանակ է ապահովել եւ խորհրդանում չգիտեն ինչպես նաեւ վերցնել իրենց մանդատները, այսպես չգիտեմ, հող են նախապատրաստում, որպեսզի գնան խելոք վերցնեն մանդատները եւ ցավոք սրտի խորհրդանում իրենք չեն պատրաստվում լուրջ աշխատանքներ տանել, դարձյալ պետք է պայքարեն, ինչպես Սամվելն էր ասում Կալուգացին, որ մի քիչ էլ որ այսպես Արամ Վարդևանյանը, որ մի քիչ էլ պայքարի, իրենք հաստատ ինքը կդառնա վարչապետ, բայց շատ ծիծաղելի է ինքը իրեն դնում էլի ծիծաղելի իրավիճակում։ Այսինքն դուք կանխեցիք իմ հաջորդ հարցը, որ այդուհանդերձ այս process-ից հետո իրենք վերցնելու են մանդատները, գալու են խորհրդարան եւ ընդդիմություն են աշխատելու, ինչպես Հայաստան եւ պատիվ ունեմ դաշինքները 5 տարի շարունակ։ Դե տեսեք, ասենք, եթե նայում ենք 5 տարի շարունակ, ասենք, կոնկրետ այն մյուս ուժերը, չեմ ուզում անունները տալ, ինչ են արել։ Ոչ մի բան։ Բերել այսպես օրենսդրական նախաձեռնություններ, որոնք լրիվ մեր պետության դեմ էին։ Այսինքն հակաիրավական, հակապետական օրենսդրական նախաձեռնություններ են բերել մի քանի հատ, ասենք 20 քանի հատ ու մերժվել են, որտեղ դրանք լուրջ չէին բխում մեր պետության շահերից։ Նույնն էլ այս մարդիկ են անելու։ Գիտեք, ցավը նա է, որ կոնկրետ խորհրդանում հայտնվելու են այնպիսի ուժեր, որոնք պայքարում են կոնկրետ մեր պետության անկախության, ինքնիշխանության դեմ։ Իրենք չեն ծառայելու իշահ մեր պետության, չեն ծառայելու բարօրություն մեր ժողովրդի։ Պարզապես իրենք պետք է նայեն, տեսնեն, թե ով իրենց ինչ հրահանգներ է տալիս եւ այդ հրահանգով իրենք շարժվեն կամ էլ մենք երևի իրենց օրակարգ թելադրենք, իրանք փորձեն այդ օրակարգով առաջ անցնել։ Ամեն դեպքում մենք դրան ուշադրություն չենք դարձնի եւ չենք էլ դարձրել, որտեղ մեր առջեւ դրված է շատ կարեւորագույն հարցեր, խնդիրներ մեր պետությունը առաջ մղելու, ուժեղացնելու, հզորացնելու, տնտեսությունը, խաղաղությունը ամրապնդելու։ Սա է մեր օրակարգը։ Ստեղծենք ավելի զարգացած հզոր պետություն։ Այսինքն կառուցողական քննադատություն, կառուցողական աշխատանք, սրտացավ հայտարարություններ այս խորհրդարանում էլ ականատես չի լինի հանրությունը։ Ցավում եմ շատ։ Ես խորհրդարանը կրկնելու է նախորդ ավելի վատն է լինելու, ես ասեմ իմ, ավելի վատն է լինելու, շատ եմ ցավում։ Ես նաև շատ ցավում եմ, որ մենք ունենք այնպիսի հասարակություն, այնպիսի քաղաքացիներ, որոնք կողմ քվեարկեցին հենց այս հակապետական ուժերին։ Ոմանք պարզապես, չգիտեմ, չգիտակցելով կամ գումար են վերցրել, իրենց ձայն են վաճառել, ոմանք պարզապես
իրոք միգուցե հավատացին այն կեղծ թեզերը մանիպուլյացիվ, որոնք տարածում են այդ ուժերը, թե իբրև 300,000 ադրբեջանցիներ են գալու բնակվեն, միգուցե այդ վախից էլ ելնելով եւ այդպիսիները կարծում եմ 70% կազմում են այդպիսի մեր քաղաքացիները, որոնք վախի, մանիպուլյացիայի, գումարի դիմաց իրենց ձայնը վաճառեցին, ցավում են, որ չգիտակցեցին, որ այս ընդհանրապես այս աշխարհում ամենակարևորագույն, բարձրագույն արժեքը դա անկախ ինքնիշխան պետություն ունենալն է, չէ՞ որ երբ որ դու ունենաս հզոր պետություն, այդ պարագայում դու քեզ կարող ես անվտանգ լինել, դու կարող ես բազմաթիվ սոցիալական ծրագրերից օգտվել, արարես, ապրես, պարզապես խաղաղ ապրես, չգիտեմ, էլի, կյանքդ դասավորես, այլ ոչ թե այսօրվա չնչին գումար ենթադրենք տվել են, իրանք այդ օրվա հոգսը հոգան ու անցնեն առաջ, դա ճիշտ չի։ Տիկին Քլոյան, երեք Սամվել Կարապետյանը իր դատական նիստից առաջ ազդարարեց, որ Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունեն ընդդիմադիր մյուս քաղաքական ուժերի հետ։ Բայց թե ինչ պլանի մասին է խոսքը, այդ ինչ գործողություններ պիտի անեն, պարոն Կարապետյանը չմանրամասնեց, ասաց գաղտնի է, հետևապես չեմ կարող։ Այդ ինչ պլանի մասին է, պարոն Կարապետյան։ Եթե գաղտնի պլան ունենան, անգամ այդ բառը իրենք չէին հնչեցնի, որ թե գաղտնի պլան ունեն։ Հասկանում եք, նորից սին հույսեր են տալիս իրենց հետևորդներին, որ ժողովուրդ մեր կողքը կանգնեք, դեռ մենք պայքարում ենք, պայքարելու ենք եւ հաստատ մեր գաղտնի պլանով կկարողանանք Փաշինյանին հեռացնել իշխանությունից։ Սա պարզապես նորից եմ կրկնում, սուտ է, կեղծիք է։ Բլեֆ է։ Այո, բլեֆ է։ Չպետք է հավատալ։ Ոնց փորձեցին հավատացնել 300,000 ադրբեջանցիները, որ պետք է գան իրենց կողքը ապրել, նույնն էլ սա են ասում, սին հույսեր են տալիս, որ իրենց շուրջ համախմբված մեր քաղաքացիները չասեն, դե տեսակ մեզ իրենք էլ խաբեցին, գնացին խելոք մանդատները վերցրեցին եւ խորհրդանում իրենց ուժն են ներկայացնում, սա եւս խաբկանք է, իրենք ոչ մի պլան չունեն, որովհետեւ այստեղ հստակ ընդգծված է, որ Հայաստանի Հանրապետության 740,000 մարդ կողմ է մեր անկախությանը, մեր պետականությանը, իրենց քվեն տվել են ԿՊ իշխանությանը, որպեսզի կարողանան իշխանություն ձևավորել, կառավարել մեր երկիրը։ Մնացածը կեղծիք ու սուտ են։ Տիկին Քլոյան, հիշեցնեմ, որ 1 տարի առաջ հունիս ամսին բացահայտվեց հեղաշրջման գաղտնի պլանը ընդդիմության, գիտեք, կալանավորվեցին Բագրատ Գալստանյանը եւ մի շարք այլ անձինք, այսինքն այնպես չէ, որ պետք է մատնելի արանքով նայել կամ կամահրանքով նայել Սամվել Կարապետյանի ասած այդ գաղտնի պլանին, գուցե մի այդպիսի պլան էլ իրենք մտան։ Գիտեք, ցավը գործողությունների դիմեն։ Գիտեք ինչ ցավը որն է, որ կոնկրետ կալուգացին այդպես էլ չի հասկանում, որ ինչ է իրավական պետությունը, ինչ է օրենքի գերակայությունը, ինչպես են գործում պետական ինստիտուտները։ Ես վստահ եմ, որ մեր պետական ինստիտուտները շատ բարձր մակարդակով աշխատում են եւ մեր արտաքին հետախուզությունը եւ բոլոր ուժային կառույցները եւ ուշի ուշով հետեւում են եւ այսպիսի հայտարարություններին եւ իհարկե բնականաբար բացահայտումներ կլինեն, հետեւում են ամբողջ այս գործընթացին եւ հաստատ իրենք խոչընդոտեն, թույլ չեն տա նման գործընթացներին այն ինչը որ նախորդիվ էին կազմակերպել կամ թեկուս եւ փորձում են կազմակերպել։ Նման բան չի կարող լինել, այնպես որ ես հորդորում եմ մեր քաղաքացիներին հանգիստ լինել, պարզապես ապրեն իրենց առօրյա հոգսով, արարեն եւ մտածեն իրենց ապագայում էլ ինչ լավ բարիքներ ստեղծեն։ Դեպքերից առաջ ընկնելով Տիկին Քլոյան, ձեր կանխատեսումը Սահմանադրական դատարանի կողմից ընտրությունների վիճարկման վերաբերյալ դիմումինի պատասխան ինչպիսին կլինի։ Ինչ նախնական կանխատեսումներ։ Ես չեմ ուզում կոնկրետ կանխատեսումներ անել, ես վստահում եմ մեր Սահմանադրական դատարանին, ես համոզված եմ, որ մեր բոլոր այսպես բարձր դատանում գտնվող դատավորները շատ ամուր կանգնած են օրենքի կողքը եւ պաշտպանելու են միայն սահմանադրության բոլոր կետերը եւ ոչ մի խախտում չեն անի ըստ այդմ էլ, քանի որ չկան հիմքեր ճանաչելու այս ընտրությունները ոչ իրավական, ուստի ես կարծում եմ պարզապես կմերժեն ուժերին։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։